Մարդով լուսավորեց աշխարհը, մահացավ, կատարյալ միայնության եւ աղքատության մեջ։ Նիկոլա Տեսլա, անուն, որն այսօր գիտեն բոլորը, բայց կենդանության օրոք նրա հանճարն անարդարացիորեն մերժված էր։ 19-րդ դարի վերջին նա աշխարհին նվիրեց փոփոխական հոսանքը, ռադիոն, հեռակառավարումը եւ դրեց ռոբոտաշինության հիմքերը։ Նրա գաղափարները դարերով առաջ էին իրենց ժամանակից։ Տեսլան չէր մտածում փողի մասին։ Նա երազում էր մարդկությանը տալ անվճար էներգիա, վերջ դնելու աղքատությանը։ Սակայն նրա երազանքը բախվեց կապիտալիզմի շնաձկներին, ինչպիսիք էին Թոմաս Էդիսոնը եւ Ջոն Փիրպոնտ Մորգանը, ովքեր նրա մեջ վտանգ էին տեսնում իրենց մենաշնորհների համար։ Մորգանը կործանեց նրա գլխավոր լաբորատորիան Ուորթենկլիֆ աշտարակը, զրկելով Տեսլային էներգիայի անլար փոխանցման նախագիծն ավարտին հասցնելու հնարավորությունից։ Կյանքի վերջին տարիները գյուտարարն անցկացրեց Նյույորքյան մի փոքրիկ հյուրանոցում, համակված աղավնիներով, որոնց համարում էր իր ընտանիքը։ Նա մահացավ 1943 թվականին, 86 տարեկան հասակում, իրենից հետո թողնելով միայն չվճարված հաշիվների կույտեր եւ հազարավոր գաղափարներ, որոնցից շատերն այդպես էլ լույս չտեսան։ Տեսլան տեսանող էր, ում ողբերգությունն այն էր, որ նա չափազանց մոտ էր ապագային։